Սովորույթի ուժով բոլոր կոլեկտիվները, հասարակական քաղաքական կազմակերպությունները յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփում են անցած տարվա իրենց ծավալած գործունեությունը, կատարած աշխատանքները, նախանշում առաջիկա խնդիրները։ Հայաստանի կոմունիստական կուսակցության համար 2014 թվականը հանդիսացավ որոշիչ, ի նկատի ունեմ, որ նոյեմբերի 29-ին հրավիրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության բարձրագույն օրգանի համագումարի նիստը։ Փաստորեն կոմունիստական կուսակցության կատարած աշխատանքները ամփոփվեցին համագումարում։ Համագումարը մեկ անգամ եւս անդրադարձավ անցած տարիների հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության, հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակին, կոմունիստական կուսակցության կատարած աշխատանքին հպատծիկ եւ բնական է նախանշեց կուսակցության խնդիրները առաջիկա տարիներին։ Պատահական չէր, որ համագումարը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին, որտեղ դուք չնայած երիտասարդ ծերունդ եք հիմնականում, բայց գիտեք, որ 20 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեց խորհրդային կարգեր։ Հոկտեմբերյան հեղափոխության արձագանքները հասան Հայաստան եւ այդ օրերին էր, որ առաջին հանրապետության առաջին վարչապետը ասաց հետեւյալ խոսքերը. մեռնում է, ոչ չի մեռնում, սպանվել է մի ամբողջ ժողովուրդ։ Եվ այդ ժամանակ էր, որ հնչեց մեծն Վիլյամ Սարոյանի այն խոսքերը, մեզ համար կարևորը սովետների երկիրն է, սովետների իշխանությունը, սովետական արևը։ Եվ ճիշտ էր հայ ժողովրդի հանճարը, որովհետև ամենակարճ ժամանակամիջոցում ընդամենը պատմության համար ընդամենը 70 տարիների ընթացքում հայ ժողովուրդը ապրեց իր վերածնունդը։ 70 տարիների ընթացքում Հայաստանում կառուցվեց այնքան, ինչքան որ չէր կառուցվել հայ ժողովրդի պատմության հազարամյակների ընթացքում։ 70 տարիների ընթացքում, խնդրում եմ ես երկու թիվը կրառեք, որովհետև հաջողակի չէ որ կհանդիպեք, 70 տարիների ընթացքում արդյունաբերությունը ավելացավ 1048 անգամ։ Եվ հայ ժողովուրդը իրեն արժանի տեղը ունեցավ խորհրդային իշխանության բազմած ժողովուրդների ընտանիքում։ ԵՏՄ-ին անդամակցելով նույնը կկմի, ես դրան կհասնեմ, խնդրում եմ ճշտապես։ Եվ բնական է, համագումարը արձանագրեց միաժամանակ, որ խորհրդային իշխանության տապալումից հետո, եթե այդպես կարելի ասել, անկախության տարիներում հանրապետությունում ստեղծել է ոչ նախանձելի վիճակ։ Չագերտավոր շուկայական հարաբերությունը, որը ինչպես երևում է արմաններ չի գծում Հայաստանում, հետևանքը եղավ այն, որ այսօրվա դրությամբ հանրապետությունն արտաքին պարտքը կազմում է $5 միլիարդ։ Բյուջեի 25%-ը գոյանում է վարկերի հաշվին։ Ստվերային տնտեսությունը կազմում է 30%։ Եվ առանցին թվեր, որոնք ես չեմ ուզում թվարկելով ձեզ ծանրաբեռնել։ Իհարկե, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ուշով հետևել է հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին եւ բազմաթիվ անգամ արձագանք է այդ մասին։ Անցած 1-2 տարիների կուսակցության համար իրադարձային կարելի է համեմատել ընդրությունները, չարաբաստիկ, ես կասեի 12 թվականի ազգային ժողովի, 13 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունները։ Մեզ չհաջողվեց, ավելի ճիշտ մեզ թույլ չտվեցին 12 թվականին անցնել ազգային ժողով, որովհետեւ դուք գիտեք, թե հանրապետությունում ինչպիսի խայդարակ ընտրություններ են անցնում, կեղծիքներ, լցումներ,
գումարով մարդկանց կաշառել։ Տարբեր առիթներով ասել ենք ուզում եմ կրկնվել եւ դուք էլ իմանաք մեր հանրապետությունը 61 ծերացող պետությունների շարքում 51-րդն է այսինքն հանրապետությունում այսօր բնակչությունը հիմնականում տարեցներն են 50 ու ավել ոնց կարող է նման պայմաններում Հայաստանի կոմկուսը ստանա ընդամենը 16000 ձայն եւ նրանց քանակը հանրապետությունում կազմում 600-700 հազար եւ դրանք այն մարդիկ են որոնք խորհրդային իշխանության տարիներին ունեցել են աշխատանք որ իրենց սերունդին մեծացնելու դաստիարակության համար ոչ մի խնդրեմ չեն ունեցել անվճար ուսում, անվճար բուժում ես ասեմ դա չի խոսում հանրապետության իշխանությունների աշխատանքի ոճի մասին դուք ճիշտ եք ժողովուրդը շատ տեղին դժգոհեց որ 2-3 տարի թե 4 տարի իշխանությունները պատրաստվում են Եվրոմիություն մտնելու եւ հանգարցակի ժողովուրդը քնեց եւ արթնացավ տեսավ որ մենք գնում ենք Եվրասիա չնայած որ այդ բոլոր տարիների ընթացքում կոմունիստական կուսակցությունը եղել է իր կարծիքին իր դիրքերի վրա եւ գտել որ մեր ժողովրդի աբական դա Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն է Եվ մի հարցելու վերջայի դուք հունվարի 25 Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցելու եք թե ոչ, որովհետև մոտավորապես նույն խնդիրներից իրենք էլ են դժգոհում։ Ես ասեմ, մենք ունենք մեր կարծիքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության գործնեության նկատմամբ, Եռյակի գործնեության նկատմամբ Ես պետք է ասեմ, որ առանցին հարցերի կապակցությամբ, որոնք վերաբերում են միջին ու փոքր բիզնեսին, արտագաղթի կախմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն, դրանք նաեւ կուսակցության ծրագրի մի մասն են կազմում։ Մենք այսօրվա դրությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հրավեր չենք ստացել մասնակցելու, եթե նման հրավեր լինի, կոմունիստական կուսակցություն ունի համապատասխան բարձրագույն օրգան, մենք կքննարկենք այդ հարցը եւ կասենք մեր կարծիքը մասնակցել կամ չմասնակցելու մասին։